Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Պարոն Դավթյան, քաղաքից դուրս գալու ճանապարհն են գտել։ Արզան։ Ազատ ես։ Ռաֆ։ Հիմա չփորձես ինձ խաբել։ Ես հետ հեքիաթները էլ չեմ ուզում լսեմ։ Ես այդ սուտը էլ տանել չեմ կարում։ Ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Ինչի մասին ես խոսում։ Ինչ գիտես։ Ինչ եկել եմ առանց խոսալու խփում ես։ Իմ ձեռները հիմա դողմա։ Որ ես մահացած ընկերոջ տաղում բերել եմ ստեղ ու ապտակում եմ։ Բայց դու էլ ուրիշի ելք չես թողել։ Մի հատ կետ չկա, որ ես քեզ հարգեմ։ Այդ ինչ բաղվածք է։ Այդ ինչ իրավունքով ես դու իմ աղջկան իմ տնից հանել ու տարել չգիտեմ ուր։ Իսկ ով ասեց, որ ես եմ հանել։ Այսինքն Մամ գիտեմ, որ բարկացած ես ու նեղացած։ Ուզում եմ խոսենք ու ուզում եմ, որ դու ինձ լսես։ Իսկ դու պատրաստ ես ինձ ճիշտը ասել, Մարիա։ Հիշում ես մեր խոսակցությունը Օֆելիայի մասին։ Ու ես քեզ ասացի, ես կլսեմ քեզ այն ժամանակ, երբ որ դու քո մտադրությունը կփոխես։ Դու ինձ ինչ ասացիր։ Ինչ ասացիր այն ժամանակ, Մարիա։ Ասացիր, որ դու ինձ վստահում ես ու մենակ ինձ ես ընդունում որպես մայր։ Ինչի այդ ամեն ինչը ասացիր։ Ասացիր, որ ես քեզ հանգիստ թողնեմ, հա։ Մամ, ես քեզ չեմ խաբել։ Ու երեկվային մնալը դեռ ոչ մի բան չի նշանակում։ Մարիա կարող է քո համար նշանակություն չունի, բայց ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Դու նույնիսկ Օֆելիայի հետ ես կիսվել։ Քո մտադրություններով, քո անելիքներով։ Դու մտածում ես ես չգիտեմ այդ մասին։ Մարիա Օֆելիան է ինձ ասել։ Հա, հենց ինքն է ինձ զանգել ու ասել։ Ճիշտ է, եւս մեկ անգամ ուզեցել է ինձ ցավեցնել ու հիշեցնել, որ իմ ընտանիքում ինքը ավելի կարևոր է, քան ես։ Բայց ինքն է ասել։ Այսինքն Օֆան քեզ զանգել է։ Հա, զանգեց, նվաստացրեց ու հետո հեռախոս անջատեց։ Մարիա, ես արժանի եմ դրան, հա։ Մամ, կոնկրետ ինչ է ասել։ Դե ինչ կարևոր է ինչ ասել։ Նախ ես չեմ ուզում, որ քո Օֆելիայի հարաբերությունները խառնեմ իրար։ Դու մեծ աղջիկ ես, Մարիա, ու դու ես որոշում քո անելիքները։ Մամ, կներես ինձ։
Մի հատ քեզ հավաքի անի։ Վերջապես։ Ես առանց դրա էլ շատ լարված եմ, դրա համար խնդրում եմ էլի, ինձ չճնշես հիմա։ Իսկ ինչի ես լարված։ Դե ոնց, որովհետև գիտեի, որ առաջի հանդիպման համար շատ շուտ էր դեռ հիմա։ Բա քանի ամիս պիտի հեռախոսները ձեռքներիս իրար գրեինք կամ նամակի սպասեինք։ Դե լավ, ոչ մի բան չեմ ասում, արի հիմա նստենք, ես քեզ խոսք եմ տալիս մի քանի րոպեից լարվածությունդ կանցնի։ Այսինքն են, որ Մարիան ինքն է ինձ կանչել հանդիպման։ Ես էլ համաձայնել եմ։ Քեզ մի քիչ տղուպես բայի, ամոթա։ Մարիան ինքն է սկսել իմ հետ շփվել։ Եթե ամեն ինչ պատմել է, ասեիք թող մինչև վերջ անկեղծ լիներ։ Զանգելու կանչել է հանդիպման։ Մի քանի անգամ, այդ օրն էլ։ Չգիտեմ ինչի մինչև վերջ անկեղծ չի եղել քո հետ։ Չհամարցակվես աղջկաս անունը գետնով տաս։ Չհամարցակվես աղջկաս ասածները գետնով տաս։ Ասում եմ Մարիան ինքն է ինձ զանգել։ Այդ օրը առաջին անգամ չենք հանդիպել, էլի ենք հանդիպել։ Ման ենք եկել իրար հետ տուն եմ ճանապարհել։ Արի հարցին ընդհանուր նայենք, լավ, թե չէ էլի վերջում մենակ ես եմ մեղավոր դուրս գալու։ Մարիան ասում էր, որ ուզում է մեր մտերմությունն ու հարազատությունը պահի։ Ես էլ դեմ չէի, դրա համար եմ հանդիպել։ Դու ոնց որ մոռացել ես, հա, ում դեմ ես կանգնած։ Ում հետ ես խոսում, ում ես խաբում։ Լավ։ Ասենք թե հավատացի քո, բոլոր ասածներին հավատացի։ Որ Մարիանա փորձել քո հետ կապ հաստատի, որ Մարիանա փորձել քո հետ ընդհանուր եզրեր գտնի, ասենք թե հավատացի։ Բա քո արածը արածա։ Քո արածը արդարացում ունի։ Եսին որ ժամին, եսին որտեղ տարել ես Մարիային, թողել ես, գնացել ես տուն, պարկել ես ու քնել ես։ Այդ անելիքա որ դու արել ես։ Հորդ հիշատը կչլներ, հենց հիմա քեզ կսատկացնեի ստե, հենց հիմա։ Մենակ էտ է ինձ պահում։ Մենակ էտ։ Հիմա ինձ բացատրի տեսնեմ ինչ ես տենց բան արել։ Ինչ-որ բան է, չէ եղել։ Ինչ է եղել։ Մարիա, ես չեմ ուզում, որ դու քո կենսաբանական մոր ճանապարհը բռնես ու իր խորհուրդները լսես։ Ես հիմա նույնիսկ սկսել եմ կասկածել։ Եթե մի ժամանակ ես հավատում եի, որ դու իր համար կարևոր էիր, հիմա ես էլ չեմ հավատում, որովհետև որ մի մայր իր երեխուն կտրթեր, որ նման քայլի գնար, որ վտանգի մեջ ընկներ, որ խաղի մեջ մտներ Ռաֆի հետ։ Մամեդ իմ միտքն է եղել։ Հա, իհարկե քո միտքն է եղել, որի մասին տեղյակ է եղել Օֆելիան։ Մարիա, իհարկե դու ես որոշում քո անելիքները, բայց սրանից հետո ոչ դու, ոչ քո հայրը ինձ հիմարի տեղ չդնեք ու չփորձեք ինձ խաբեք։ Չասեք, թե ես ձեզ համար կարևոր եմ, որովհետև ձեր արածները կապ չունեն ձեր ասածների հետ։ Ու դրանից հետո մենք ամբողջ խմբով գնում ենք Դիլիջան։ Վայ դու մենակ իմանաս այնտեղ ինչերա կատարվել։ Ուրեմն ես չգիտեի, որ մենք մի քանի ժամով ենք գնացել, իմ համար հյուրանոց վերցրեցի, որ քնեմ, պարկեմ, հանգստանամ։ Արթնանամ ինչ տեսնեմ։ Ամբողջ խումբը գնացել է։ Իմ մամային, պապային էլ ասել են, որ ինձ չեն գտե Դիլիջանում։ Դու պատկերացնում ես իրենց վիճակը։
Տնաշեն ինչ է հա։ Այսքան կես ժամ է էմոցիոնալ պատմում եմ, որ դու ուղղակի ասես հը։ Բա քեզ չի հետաքրքրում դրանից հետո ինչ եղավ։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այս լարվածությունդ ոնց այսքան շուտ անցավ։ Ասեմ, այդ գիտես ինչից էր։ Ինչից։ Դե մտածում էի, որ քեզ իրական կյանքում տեսնեմ, կարող է հիասթափվեմ, էլի։ Չհասկացա ինչի պիտի հիասթափվեիր։ Դե կարող է դու այն մարդկանցից ես, որ նկարով սենց սիրուն, ոյով, բուսատով լավն են, էլի, բայց իրական կյանքում մի քիչ չեն։ Կներես, էլի, ես ուղղակի անկեղծ մարդ եմ, ինչ մտածում եմ, էդ էլ ասում եմ։ Զգացի։ Այ քեզ բան։ Քո փոխարեն ուրիշը լիներ, իրան լավ կզգար, մի քիչ կկարմրեր։ Ինչի իբր ինչ ասացիր որ։ Դե ակնարկեցի, որ սիրուն ես, Ավի ջան։ Մի հատ կարել էր, չէ՞ խոսքի խորանալ այդ մտքի մեջ։ Վայ, քո հետ շատ դժվար է լինելու։ Սպասի, Ավի։ Հա ինչ, վատ է։ Քեզ տենց ավելի շատ ես ասում։ Լսի, ես տենց ինձ մուլտիկի հերոս եմ զգում։ Ինչն է դրա լավ։ Իմ անունը Ավետ է, Ավետ։ Դժվար չի, 4 տառը։ Ինչ ես թաքցնում, Ռաֆ։ Ես ոչ մի բան էլ չեմ թաքցնում։ Ինչ կա արդեն ասացի։ Իսկ ինչ վերաբերում է գիշերը Մարիային տուն չբերելուն, վիճել ենք Դավիթի հետ կապված, չեմ հասկացել ինչ եմ անում։ Այդ առումով սխալ ես ընդունում եմ։ Քեզ թվում է հիմա ես քո հեքիաթներին պետք է հավատամ։ Դու ուղղակի հասկացել ես, որ Մարիան քեզ կասկածում է ու օգտվել ես առիթից, որպեսզի հասկանաս ինչ գիտի։ Չէ՞։ Ճիշտ ասած չեմ հասկանում ինչի մասին ես խոսում։ Իմ ու Մարիայի հիմնական վեճերի պատճառը արդեն վաղուց բոլորիդ հայտնի է։ Հիմա ինչ ես ակնարկում։ Ինչ պիտի Մարիան կասկածեր։ Լսի։ Եթե քեզ թվում է, որ դու քո երկար ու սուր լեզվով կարացել ես Մարիային մոլորեցնել, ապա ասեմ իմացի, որ ես իմ կյանքում շատ ավելի երկար ու սուր լեզուներ եմ կտրտել։ Ընենց մի արա, որ հիմա քո հետ նույն կերպ վարվեմ։ Հիմա ունես հնարավորություն։ Ասա ճիշտը։ Ես ավելացնելու բան չունեմ։ Լավ կանես գնաս Մարիային հարցաքննես, որովհետև ինքն է իմ հետևից ընկել, ոչ թե ես իրա։ Չափերդ ճանաչի ասեցի։ Բա ինչ, իրականությունն ես ուզում, ես էլ պատմում եմ։ Ամեն ինչ ասում եմ նենց ոնց որ Մարիան է ասել, ոչ մի բառ չեմ ավելացնում։ Մարիան ուզում էր մեր մտերմությունը վերականգնել, ես էլ ընդառաջ եմ գնացել։ Բայց առաջարկը իրանից է եղել։ Լավ, այդ դեպքում փորձեմ այլ կերպ հարցս ձևակերպել։ Մոտենանք բուն թեմային։ Ինչ ես այդ Արտակի մեքենան կոտրել։ Ինչ կապ ունես այդ Արտակի հետ։ Ու ինչի ես լռում մինչև հիմա։ Բայց ինչի ես տենց կոպիտ։ Ես կոպիտ չեմ։ Ես ուղղակի չեմ սիրում, որ իմ անունը ձևափոխում են հատկապես այդ ձևով։ Այ, դու շատ ծանր բնավորության տեր մարդ ես։ Ոնց որ պապս լինես։ Չնայած ճիշտ ասած պապս մահացել էր, չէի ասել, տեսում։ Իսկ ես չգիտեի, որ մեր առաջին հանդիպումը այսքան խառն է անցնելու։ Չհասկացա, դժգոհ ես։ Մենակ մի բանից։ Ու Ես ուզում եմ քեզ ավելի լավ ճանաչեմ։ Իմանամ նախասիրություններդ։ հա բայց ես կես ժամը ինչ նստացենք, մենակ իմ մասին եմ պատմում։ Ինչքան խայտարակ պատմություններ կար, պատմեցի։ Ես այդ ամեն ինչից մենակ մի բան հասկացա։ Շատ հետաքրքիր է, ինչ։ Որ լավ էլ արկածային կյանք ունես։ Հա։ Լավ չի։ Տենց ուրախ է կյանքը անցնում։ Չէ, ես դեմ եմ։ Ես չեմ ուզում, որ իմ ընկերուհին միշտ խառը պատմությունների մեջ լինի։ Այդպես պիտի ինչ անես, պիտի կյանքդ վերանայես։
Հա, որ։ Այս ինչ ես խոսում։ Ինչ է նշանակում կյանքդ վերանայես։ Այսինքն կյանքը սկզբից սկսեմ, թե հիշողություններս ջնջեմ։ Այդ դեպքում մենք քո հետ ինչի մասին ենք խոսալու, շատ հետաքրքիր է։ Կարող է եղանակի։ Չէ, ես հենց այդ պահին ձանձրությունից կընկնեմ ու կքնեմ։ Հա Դավ, Ինչ ես անում։ ոչ մի բան, նստած քո զանգին էի սպասում։ Դե որ այդպես է պատրաստվիր գալիս եմ հետևիցդ։ Իսկ կարելի է իմանալ ուր ենք գնում։ Ցրվելու։ Ուղակի ցրվելու Մարիա։ Այդ հիմա երկուսից շատ է պետք։ Արդեն հետաքրքիր է։ Լավ, ես պատրաստվում մինչև հասնես, լավ։ Դու շատ բաներ ես խափում, Ռաֆ։ Ու շատ բաներ ես թաքցնում։ Որովհետև քեզ թվում է, թե ոչ մեկ չի իմանա, ոչ մեկ չի պարզի։ Ճանապարհին դա դառնում է ինքնախաբեություն։ Իսկ այդ շատ վատ է քո համար։ Հա։ Կարաս դիմացինիդ խաբես։ Բայց ինքդ քեզ չես կարող խաբես։ Այդ արդեն հիվանդություն է։ Ես Արտակի մեքենան այդ Դավիթին վնասելու համար եմ կոտրել։ Եթե այսքանը իմացել էիր, պետք է դա էլ հասկանայիր։ Հիմա որ իրադարձությունները իրար եմ կապում, շատ ավելի շատ բաներ են պարզ դառնում, գիտես, որոնք հեչ քո օգտին չեն։ Փաստորեն քո պատճառով է հերդ դուրս եկել գործից, գնացել երկրից։ Փաստորեն հերդ քո պատճառով է ինձնից խուսափել։ Փաստորեն հերդ քո պատճառով է մեռել։ Այս ոնց որ դատս է, ես տեղյակ չեմ, հա։ Այս խոսակցությունը ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Ու ես չեմ ուզում իմ ու հորս հարաբերությունները քննարկեմ անգամ քո հետ։ Իսկ ինձ դուր չի գալիս, որ դու ստվերի նման ընկած ես Մարիայիս հետևից։ Ու ամեն ինչ անում ես, որ երջանիկ չլինի։ Ռուբեն հոպար, ես քեզ շատ հարգում եմ։ Ու ինձ երբեք թույլ չեմ տվել քեզ ուղղել։ Բայց այս անգամ չեմ կարող, որովհետև ասացիդ հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Արի կլինի դերերը ճիշտ բաշխենք։ Ես համակերպվել էի իմ ու Մարիայի բաժանման հետ ու հանգիստ ապրում էի։ Իսկ ինչ արեց ինքը։ Լավ չմանրանամ, երևի հիշում ես ինչ արեց։ Փաստորեն դրա համար է սպանել Արտակին։ Որ վրեժ լուծես իմ աղջկանից։ Թուսա! Ինչ, հիմա մտածում ես, որ սխալ ընտրություն ես արել, չէ՞, ուզում ես վեր կենաս ու գնաս։ Հա, բայց ես դեռ ընտրություն չեմ արել։ Դու դեռ իմ ընկերը չես։ Եղավ։ Լավ, ոնց որ նորից լարվեցիր։ Երևի ես եմ մեղավոր։ Հա, դու ես մեղավոր։ Ես քեզանից վախենում եմ։ Ու քո նման կերպարներից միշտ փախնում եմ։ Իսկ ինչի ես որ կերպարներից եմ։ Են որ ոտքից գլուխ սև են հագնվում ու բացի այդ գույնից էլ ուրիշ գույն չգիտեն։ Բայց ես սև չեմ հագել։ Այդ ներքինի մասին է։ Դու հասկացար։ Լավ, արի փոխենք թեման։ Ինչ որ շատ խառը ստացվեց առաջին հանդիպման համար։ Հա, ու լավ կլինի ես արդեն գնամ, համ աշխատանքի եմ, համ էլ այսօրվա համար այս կանը։ Նեղացրեցի քեզ։ Չէ, ուղղակի ես պետք է մի հատ լավ վերլուծեմ ես մեր հանդիպումը։ Շատ լավ։ Մենակ մի բան ասեմ նոր, որ երկրորդ հանդիպմանը
անհասկանալի հարցեր չլինեն։ Երկրորդ։ Լսի, ես ոչ քեզ սարեր եմ խոսք տալու, ոչ էլ ձևացնելու եմ, որ իմ համար ոչ նորմալ բաները նորմալ են։ Ես այն եմ, ինչ կամ։ Հա, ես այդ արդեն հասկացել էի։ Ոնց տեսնում եմ, ահա որ տարբեր ենք։ Բայց դու խելացի աղջիկ ես, կսովոր ես, չէ՞։ Չհասկացա։ Ինչը պիտի սովորեմ։ Ձևացնելը։ Չէ, Ավետ ջան, ես շատ ուրախ մարդ եմ ու չեմ պատրաստում ամեն անգամ մեր հանդիպումներից առաջ թախծոտ աչքեր ընդունել կամ էլ հեզ դեմք։ Լավ մնա, հա, հաջող։ Այս ինչ նորություններ։ Ես ինչ կապում եմ արտակի սպանության հետ։ Բնական է, քո պահվածքը գիտես։ Քոնն էլ է բնական։ Դե մեջտեղում Դավիթ կա, չէ՞։ Պետք է ամեն ինչ անես, որ օգնես։ Ես քեզ հիմա բան չեմ ասի։ Բայց մի բան ասեմ իմացի։ Որ այս գործով անձամբ ես եմ զբաղվելու։ Անձամբ։ Ու Աստված չանի, Ռաֆ, Աստված չանի, որ պարզվի դու սրա մեջ կաս։ Աստված չանի, որ քո դեմ ապացույցներ գտնվեն։ Իսկ այս Մարիայի հանճարեղ մտքերն են, հա։ Ես քեզ էլ բան չունեմ ասելու։ Գնա։ Ես այս գործի հետ կապ չունեմ։ Ես մաքուր եմ։ Ու ով ուզում է թող այս գործով զբաղվի։ Ոչ մի ապացույց չկա ու չի էլ լինելու։ Հաջողություն։
Ես համակերպվել էի իմ ու Մարիայի բաժանման հետ ու հանգիստ ապրում էի։ Իսկ ինչ արեց ինքը։ Լավ չմանրանամ, երևի հիշում ես ինչ արեց։ Փաստորեն դրա համար է սպանել Արտակին։ Որ վրեժ լուծես իմ աղջկարից։ Թոսա! Բարև Խաչատրյան։ Բարև Դավթյան, դու ոնց ես։ Լավ եմ ապրես։ Եկել եմ Դավիթի գործի հետ կապված մանրամասներից մի քիչ իմանամ։ Բան չունես ինձ ասելու։ Այդ ոնց է ստացվում, որ Դավիթին ստորագրության բազատ ես արձակում։ Ապացույցները քիչ էին մեղադրանք առաջադրելու համար։ Իսկ ինչի է ինձ թվում, որ դու ինչ-որ բան ինձանից թաքցնում ես։ Ինչ պետքա թաքցնեմ։ Դու այդ Արտակի հեռախոսազանգերը նայել ես։ Լավ ես նայել։ Քեզ ոչ մի բան այնտեղ չի հետաքրքրել։ Չի զարմացրել։ Քեզ։ Դավիթ որոշել ես մանկությանս բաց թողումները լրացնել։ Ինչի՞, դեմ ես։ Չէ, դեմ չեմ, ուղղակի դու մեկ-մեկ անում ես ռոմանտիկ բաներ, բայց ես չգիտեմ ոնց բացատրեմ։ Եվ ոնց են տպավորություններդ։ Սազում է։ Շատ, սենց օրեր էլի եմ ուզում ունենանք։ Բայց մի քանի ամսից էլի թե չէ, որ ես շաբաթը մեկ անգամ սենց բան կազմակերպեմ, ինձնից ոչ մի բան չի մնա։ Իսկ ուր ենք գնում։ Գնանք մի բան ուտենք իրար հետ։ Դավիթ, մի բան եմ ուզում հարցնել, բայց չեմ ուզում մեր օրը փչացնենք։ Չեմ էլ ուզում քեզ բարկացնել, բայց սիրտս անհանգիստ է։ Կարող է, չասես։ Ու ինչքան տենց անհանգիստ սրտով ապրեմ։ Լավ, ասա, ինչ ես մտածում, ինչ ա եղել։ Դավիթ, կլսես, չէ՞ պապայիս։ Չես գնա Ռաֆին չես տեսնի ու ինչ որ հարցեր չես լուծի հետ։ Էլի այդ Ռաֆը, Մարիամ։ Հենց չի դրան տաս։ Լսի, ես այսքան ժամանակ ես ոչ մի բան չեմ արգելել, բայց հիմա արգելում եմ։ Ես չեմ ուզում որ դրա անունը քո բերանից լսեմ։ Դավիթ, դու գիտես, որ ես Ռաֆի անունը իմ համար չեմ տալիս։ Ռաֆը մնացել է իմ անցյալում, բայց դու իմ ներկան ես, դու իմ ապագան ես ու ես չեմ ուզում, որ իմ անցյալը ինձնից քեզ խլի։ Ալո, Աբուլ ջան, բարև։ Ոնց ես։ բարև ձեզ, լավ, դուք։ Լավ եմ։ Ինչ-որ բան ա եղել, որ զանգել եք։ Չէ։ Չէ, Աբուլ ջան, պարտադիր է ինչ-որ մի բան լինի, որ զանգեմ։ Չէ, հիմա ես այն վիճակում եմ, որ մենակ ուշ տվողը դու ես։ Ես ինձ լավ չեմ զգում։ Ես ինձ խաբված եմ զգում, Աբուլ ջան։ Ես շատ մենակ եմ։ Մենակ խնդրում եմ քեզ։ Կգաս ինձ մոտ։ Ինչի համար գամ։ Ուղակի տղես։ Ուղակի արի կողքս սեղի։ Ես քեզ խոստանում եմ։ Լուր կմնամ, ոչ մի բան չեմ ասի։ Նույնիսկ մեր կապը չեմ քննարկի։ Ուզում եմ գլուխս դնեմ ծնկներիդ ու մի փոքր հանգստանամ։
այդ ժամանակ կհասկանամ, որ գոնե աշխարհում կա մեկը, որի համար ես կարևոր եմ։ Կգաս Աբուլ ջան։ Չգիտեմ։ Զբաղված եմ, տեսնեմ։ Դավիթ, ես վախենում եմ, որ քեզ մի բան կլինի։ Լսի, ոչ մեկը քո հետ չի կարա տենց վարվի ու մարսի։ Ես ինձ չեմ հարգի այդ ժամանակ, հասկանում ես։ Բայց դու լսեցիր պապայից, չէ՞։ Արի այդ հարցը պապային թողնենք, ինքը այդ հարցը կլուծի։ Պապա իր տեղն ունի, ես իմ տեղն ունեմ։ Փակեք այս թեման։ Ես իմ աշխատանքի երթականությունը լավ գիտեմ, ու ինձ հուշել պետք չի։ Ինչ ես վատ զգում։ Ես ընդամենը հարց տվեցի։ Դե դու վիրավորում ես ինձ, կասկածում ես։ Իսկ հետ ինձ դուր չի գալիս։ Լավ։ Ուրեմն իմացի, որ ես այսօրվանից այս գործին շատ ուշադիր եմ հետևելու։ Ու հնարավոր է, որ շատ հաճախ էլ խառնվեմ։ Մի տեսակ գործի ընթացքը դուրս չի գալիս։ Դե մտածեցի ասեմ, որ հետո քո համար զարմանալի չլինի։ Տղա ջան, քանի անգամ եմ քեզ զանգել։ Մամա սուս մնա, խնդրում եմ, ոչ մի բան մի խոսա։ Ոնց սուս մնամ կասես։ Մեր պատմությունները մեզ քիչ էին, հիմա էլ Մարիային ես գիշերով փախցրել տարել։ Դու որտեղից գիտես։ Որտեղից գիտեմ։ Որտեղից պետք է իմանայի։ Երբ որ մտնում են իմ տուն ու սկսում են գորգռալ իմ վրա։ Ոնց թե մամա, ով է եկել մեր տուն։